Բարդես ժամի թարմացված դրահոսն է ներկայացնում հորիզոն լրատվականը 1 ապրիլի չորեքշաբթի։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Այսօր Կրեմլում տեղի է ունենալու վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ մանրամասներ հայտնել հանդիպման ձևաչափի վերաբերյալ, ասելով, որ այսօր կկայանա հայ-ռուսական բանակցություններ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացման հետ կապված հարցեր։ Դրանից հետո երկու առաջնորդները Պուտինի եւ Փաշինյանը շփումները կշարունակեն դեմ առ դեմ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 3 հայտարարություններ տարածել, կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր 1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։ Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական ոչ հավաստի նարատիվներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու եւ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին։ Ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները հրադադարի խնդրանքով են դիմել Միացյալ Նահանգներին։ Այս մասին նա գրել է իր սոցիալական հարթակում։ Իրանի նոր ռեժիմի նախագահը շատ ավելի քիչ արմատականացված եւ շատ ավելի խելացի է, քան իր նախորդները։ Հենց նոր խնդրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին հրադադարի մասին։ Մենք կքննարկենք, թե երբ է Հորմուզի նեղուցը բաց, ազատ եւ անխոչնդոտ լինելու։ Մինչ այդ մենք կշարունակենք պայթեցնել Իրանը, գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Այս հայտարարությունից ժամեր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել 2-3 շաբաթվա ընթացքում անկախ գործարքից, իսկ Իրանի նախագահն էլ հայտարարում է, որ իրենք անհրաժեշտ կամք ունեն պատերազմն ավարտելու կախված պայմաններից։ Մի կողմից Իրանի, մյուս կողմից Իսրայելի եւ Միացյալ Նահանգների փոխադարձ հարվածները վաղուց արդեն նույն ինտենսիվությամբ չեն իրականացվում, թեև շարունակվում են։ Գործնականում փոխադարձ թիրախավորումներից այն կողմ բանակցությունների եւ հաղորդակցության մասին խոսակցություններն են, միմյանց ուղղված ուղերձներով։ Շաբաթներ առաջ, երբ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում եւ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններում ներգրավված է Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Իրանի արտաքին գործերի նախարարը հերքել էր, նշելով, որ դա ընդհատվել է այն ժամանակ, երբ Ուիթքոֆի ղեկավարը տապալեց բանակցային գործընթացը։ Երեք Ալ Ջազիրային տված հարցազրույցում Արաղչին դարձյալ հերքել է բանակցությունների գոյությունը, բայց ուշագրավ մանրուք է ավելացրել։ Ինչպես նախկինում ես Ուիթքոֆից ուղիղ հաղորդագրություններ եմ ստանում, սակայն դա չի նշանակում, որ մենք բանակցությունների մեջ ենք։ Գրեթե նույն այդ ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ առաջիկա օրերը որոշիչ են լինելու։ Միացյալ Նահանգները կշարունակի հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա մեզ հետ։ Խելամիտ լինելու դեպքում Իրանը կգնա համաձայնության կնքման։ Պենտագոնի ղեկավարի հայտարարությունից քիչ ժամանակ անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ անդրադարձավ այդ թեմային, հայտարարելով, որ իրենք պատրաստ են 2-ից 3 շաբաթվա ընթացքում դադարեցնել Իրանի դեմ պատերազմը։ Շատ շուտով դուրս կգանք։ Դա կարող է տեղի ունենալ գուցե 2, գուցե 3 շաբաթվա ընթացքում։ Դժտող հարցին, թե արդյոք այդ գործողությունները ավարտելու համար անհրաժեշտ է, որ Իրանը գործարք կնքի, Միացյալ Նահանգների նախագահը այսպես պատասխանեց. Իրանը պարտավոր չէ գործարք կնքել, ոչ, նրանք պարտավոր չեն գործարք կնքել ինձ հետ։ Սա այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ բանակցություններ ընթանում են եւ առաջընթաց է գրանցվել, եւ դրա ձախողման դեպքում իրենք հարված կհասցնեն։ Պատերազմը 2-3 շաբաթվա մեջ ավարտելու Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությանը արձագանքել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մենք անհրաժեշտ կամք ունենք այս հակամարտությունը դադարեցնելու համար, եթե կարևոր պայմանները, հատկապես ագրեսիայի կրկնության բացառման երաշխիքներն ապահովեն։
Իդեպ ընթացող պատերազմի պայմաններում նախագահ Փեզեշքյանը հրապարակային հանդիպել է սովորական քաղաքացիներին, խանութ ու այլ վայրեր այցելել։ Իսկ պաշտոնական մակարդակում Թեհրանը հայտնել է, որ քննարկում են Միացյալ Նահանգների ներկայացրած 15 կետանոց առաջարկը եւ առաջ են քաշել հակամարտության դադարեցման համար իրենց բնորոշմամբ 5 պայման։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Այսօրվանից սկսվել է ապրիլ ամսվա կենսաթոշակների եւ նպաստների վճարման գործընթացն արդեն իսկ բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով, հայտնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Մինչև ապրիլի 1-ը հնաշարժական եւ այլ խնդիրներ ունեցող քաղաքացիներից մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումն իրականացվել է, բայց կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել բանկային քարտն առաքելու համար, տեղեկացնում են նախարարությունից։ Դեռևս չստացած կենսաթոշակառուների եւ նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում, նշված է հաղորդագրության մեջ։ Գյումրի ավագանին այսօր արտահերտ նիստ է գումարել օրակարգային մեկ հարցով, բայց դրանով չի սահմանափակվել քննարկումը։ Քաղաքի խնդիրները շատ են, իսկ դրանցից առաջնահերթներն էին առանձնացրել ավագանու անդամները, հիմնվելով բնակիչների հազանգերի վրա, ու ինչպես միշտ առաջին տեղում էր փողոցների վիճակը, հետո քաղաքային տրանսպորտի վատ աշխատանքը։ Այս տարվա առատ ձնից լցրած աղոավազից փոս ընկած փողոցներում գումարվել են փորացները, ուղղանկյուն քառանկյուն պատկերներով, որոնք թե եղանակը թույլ տա ասֆալտով կոմունալի բրիգադները կփակեն, իսկ քաղաքի բնակիչները սպասման մեջ անհամբեր են։ Գարունն ինչ սկսվել է ավագանիում քննարկվող թոփ թեման սա է։ Օրակարգի հարցից առաջ արտահերթ քննարկվողը փողոցներն էին, իսկ փոսային նորոգումները հրատապ են բոլոր փողոցներում։ Քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը մեծ խնդիրը համարում է անեթաղամասն ու վզեբի ծրագիրը, որին սպասելու են դեռ 6 ամիս, իսկ փողոցները քանդած վիճակում պահել չի լինի։ Առաջարկ ներկայացվեց Մայիսյանի խճուղուց Խորենացի փողոց եւ մինչեւ Շիրակացի փողոցի սկզբնամաս, որն ընդգրկված չէ փողոցաշինական մեծ ծրագրում, այդ հատվածներում կատարել փոսային նորոգումներ։ Քննարկումը այն է եղել, որ նախագիծ մրցույթ հայտարարենք, նախագիծ կազմենք եւ հանձնենք համապատասխան գերատեսչությանը, հարցը այնտեղ քննարկման առարկա դարձվի եւ փորձենք կառավարության միջոցներով այն անեն այդ ամեն ինչը։ Իմ առաջարկությունը քաղաքապետարանը սկսե փոսավերանորոգման աշխատանքները կարգավորե մի քիչ, հետո նոր եթե դա ասված կառավարությունը ընդգրկե դա նախագիծը ընդգրկե եւ համարե որ գումարներ կարող է տրամադրել, հետո նոր թող կապիտալ վերանորոգումը սկսել։ Առաջարկն ընդունելի էր ավականու խմբակցությունների համար, բայց հետագայում ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար Ավետիս Առաքելյանը եւս մեկ ճշտող հարցով դիմեց տեղական օրենսդիրներին, թե արդյոք բոլորն են համաձայն, որ Խորենացի փողոցում փոսանորոգումներ արվեն։ Հարցը նրանում է ուղղված, որ վաղը մյուս օր չլինի ավականների մեջ հայտարարություններ անեն, ասեն դե փոշիացված գումարները էս եղավ, այն եղավ, բոլորս էլ քաղաքի մարդիկ ենք, բոլորս էլ լավ տեսնում ենք, որ մի համախտար վիճակում է գտնվում այդ փողոցը։ Տեսել եմ կողմնակից, անհրաժեշտություն կա փոսային նորոգման աշխատանքներ կատարել, փոքր-ինչ բարելավել փողոցի վիճակը, անցանելի դարձնել մեքենաների համար։ Օրակարգի մեկ հարցով արտահերթ նիստ գումարելու թեմային անցան, որը 2 տարվա վաղեմության է։ Խոսքը Գյումրիի տարածքում գտնվող այն 24 գույքերի մասին է, որը 2024 թվականին Շիրակի մարզի դատախազության առաջարկով վարչական դատարանը քրեական գործի շրջանակներում սկսեց քննել։ 24 անշարժ գույքերի օտարման գործերն առնչվում են Գյումրիի 2 նախկին քաղաքապետերին, որոնք պաշտոնավարել են 2003-ից 2018 թվականներին։ Նշված գործերով դատարանում համայնքի շահերի պաշտպանությունը Գյումրիի ավականին լիազորել էր փաստաբան Իրինա Հակոբյանին։ Ավականու այսօրվա արտահերթ նիստում առաջարկվեց նույն փաստաբանին լիազորել 24 գույքերի գործից առանձնացված 9 շահերի պաշտպանությունը։ Գործի քննությունը վարչական դատարանից փոխանցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Որ գործերը որես պայթրությամբ վերամակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի տանրավասության դատարանին, առայժմ այդ գործերի համար, բայց ըստ երևույթի իմ կարծիքով, այդ միայն կարծիք է, գործերը մնացած գործերն են վերամակագրվելու Շիրակի մարզի տանրավասության դատարանին։ 23 կողմձայներով ավականին որոշեց համայնքի շահերի պաշտպանությունը կրկին լիազորել Իրինա Հակոբյանին։ 9 գույքի վերաբերյալ գործով դատական նիստը Գյումրիում նախատեսված է ապրիլի 4-ին։
Արագ ու միաձայն քննարկված հարցից հետո քաղաքային տրանսպորտի աշխատանքի խնդիրն առաջ բերվեց։ Քաղաքացիների բողոքների անդրադարձով հարցը ներկայացրեց մեր քաղաքախմբակցությունը։ Սոցիալական մեծ դժգոհություն եւ բողոք կա քաղաքում հանրային տրանսպորտի որակի հետ կապված։ Ընդհանրապես չի պահպանվում ժամանակը, ժամանակացույցը, չվացուցակը, որակը ծառայության եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ հստակ պատասխանեք, թե ինչն է խանգարում մեկ ամբողջ աշխատակազմի այս ոլորտը նորմալ համակարգել։ Երեկոյան ժամերին մինչև 9:30 աշխատում են մեր տրանսպորտը։ Միջակայքի երկարացում է տեղի ունենում, այսինքն ինտերվալների երկարացում, մեր բնակիչներն կազմում են, թե մեքենաներ չեն աշխատում, բայց մինչև 9:30 մեքենաներն աշխատում են։ Մեկ են կարգավորողը, պարոն Արաքելյան։ Դե մեզ երեք որ այդ միջակայքի կչծրեք, մարդիկ գիտենան, Շատ բարի։ երրորդը քանի երթուղի է հերթապահ մնում ու մինչև ժամը քանից է 9:30-ից հետո Մենք աշխատելու ենք մինչև ժամը 10-ը, որովհետեւ կարողանան աշխատեն մեր մեքենաները։ Կանանայինը մինչև 10-ը։ Մինչև 10։ Չէ, ավելացրեք։ Հերթապահ երթուղին ավելացրեք։ Անպայման, պարոն Արաքելյան։ Համաձայնության եկան տրանսպորտի ժամանակացույցի փոփոխությունների հարցում, որի մասին մի քանի օրից կհայտարարեն։ Ժամերի փոփոխությունը, սակայն նոր տրանսպորտային միջոցների մասնավորապես Եվրամիության ծրագրով Գյումրիին նվիրված 5 կանաչ էկոավտոբուսների գործարկմանը չի նպաստելու։ Ավետիս Արաքելյանը ասելու նոր բան չուներ։ Խնդիրը դարձյալ Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետարանների միջև անհամաձայնությունն է որոշ հարցերի շուրջ, ինչի պատճառով մինչև հիմա պայմանագիր կնքել չի հաջողվում։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Կապանում տեղ ունեցած հեղեղումները մեծ վնասներ են հասցրել քաղաքային տնտեսությանը եւ բնակիչներին, ովքեր են տուժել եւ ինչ չափի վնասներ են կրել, ներկայացնում են Սյունիք TV-ի մեր գործընկերները։ Այս ալվածքի մաշինա մեջը լրիվ եշի ցեխաճուր կուշետքի մեջի շորենա սախ ցեխա տրած հեսե կուշետկան սերվանդի մեջնալա դաժե լծված հեսե պատը եշի սախ քանդվածա եշ ահա միջև սեստը տուրը միջև սեստը փակ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Արցախից տեղահանվելուց 5 տարի անց Քրիստինեի ընտանիքին բնությունը տհաճ անակնկալ է մատուցել։ Մարտի 27-ի վաղ առավոտյան հորդառատ անձրևի հետևանքով ամբողջ տունը ցեխաջրերով է լցվել։ Հարազատների օգնությամբ մաքրել են տարածքը, փրկել ինչ հնարավոր էր, բայց վնասը շատ ավելի մեծ է։ Առավոտի եկացած սատանը մեջ ջուրը լցած ակուշկավը եշակ տսակ այնա կեսանը ջուրը լցած ոչ կարող եք տուրը պեցանիկ որ դուսկյակ Լե ամուսին զանը են կուճի ակուշկավը դուս եկած, ընդը ռեշոտկան հանած, որ մուկարիք մեջավը դուսկյակ։ Զանգացım այնա եկած, քաղաքապետանա տրակտոր արկած, դե մի քիչ գետի հոսքը թուլացրալ են, բայց ամբողջ հայաթը կարում չկմուկ հայաթա ոչ դուրսկյակ, ոչ մտիկ։ Տուն հասնելու համար ամուսինը ժամանակավոր անցուղի է բացել, որով գնալ գալը հավելյալ փորձություն է։ Ժամանակին շատ բան ենք կորցրել, սա էլ կհաղթահարենք, նշում է Քրիստինեն, միայն թե ճանապարհի հարցը լուծվի։ Մենակ ամուսին սա կամ դա վանցքենա։ Մի կեր պիտի տաննի, որ մզնդավ անցկցնի։ Թե չէ մի քիչ են ատոսակելի։ Բանտի հնարավորություն էլ չկա, գոնե մուկ մոր ուժերավ, սկի ոչ մեկին է նեղություն չկա, բայց հնարավորություն չկան։ Ահագի ծախսերի հետ կապված է, էլի են ալավել ըրվամա։ Հիմա ես անասուն եմ պահում, էլի, անասունս պիտի դուրս գա գնա, ինձ է մեքենա է պետք, փակի տակա, չիպավա, որ անդադ կարաս անասունին հետևես։ Հիմա քանի օր հենա փակի տակ, ինձ է խոտ չունենք։ Խոտը պիտի բերվի, մեծ մեքենա է պետք։ Տուժածների թվում են նաև Տիկին Արմինեն ու ամուսինը։ Նոր բիզնես էին սկսում, մոտ էին վերանորոգման ավարտին եւ պատրաստվում էին հյուրատան դռները բացել։ Սելավը նրանցից առաջ ընկավ պոկելով դարպասը։ Մենք տանը չէինք, Երևանում էր ամուսինս, տղաս։ Ես Facebook-ով եմ իմացել, որ Գրիգոր Արզումանյան փողոցում ջրհեղեղ ա եղել։ Անմիջապես զանգել եմ խնամուս, եկել ենք այստեղ։ Եկել եմ երկու կողմից պտտվում եմ, չեմ կարում, ջուրը սենց գետի հունը մեր բակով, մեր տան միջով գնում է։ Բավականին երկար սպասել ենք, մինչև այդ վարարման պահը անցել է, հետո այն կողմով հարևանի բակով մտել եմ մեր այգով տուն եմ մտել։ Մտել եմ նոր վերանորոգած ամբողջ տունը ջրի մեջ, այս բարձրության ոտքերս լրիվ թրջվել է։
Երկու սենյակը նոր լամինատը խփած, պատերը ներկած, ամբողջ ջուրը լամինատների տակ։ Վերանորոգման նյութերը, նոր ձեռք բերված կենցաղային տեխնիկան, ջեռուցման համակարգը, մի խոսքով ամբողջը վերածվել է աղբի։ Ամուսինների տարիների աշխատանքը րոպեների ընթացքում ջուրն ընկավ։ Նրանց համոզմամբ մոտ 20 միլիոն դրամի վնաս են կրել։ Այս հատված այնքան բարեկարգ էր, ոնց որ ական ընկածը լինի մեր բակը, չգիտեմ, ես ոնց նայում եմ ամենաշատ վնասը մեր բակում ա եղել, սկսած տնից դուրս եկած բակով։ Սյունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ այս պահին ընթանում են վնասների գույքագրման, տվյալների ամփոփման աշխատանքներ, որոնց չափերի մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ։ Սպասում են նաև վնաս կրած բնակիչների կողմից դիմումների վերջնական հավաքմանն ու դրանց վերլուծությանը։ Տուժածն առաջին հերթին պետք է դիմումը ներկայացնի Կապանի համայնքապետարան, որի հիման վրա կիրականացնեն գնահատում եւ հաշվառում։ Խոսակցությունները, թե փոխհատուցումը տրամադրելու են համայնքային կամ մարզային իշխանությունները, իրականությանը չեն համապատասխանում։ Հարտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական վիրաբանական անձանց հասված վնասների փոխհատուցում տրվում է կառավարության որոշմամբ։ Մարտի վերջին օրերը Սյունիքում նշանավորվեցին առատ տեղումներով։ Հաշվի առնելով հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի հայտարարությունը, մարզային փրկարարական վարչությունն անցել էր աշխատանքային արտակարգ ռեժիմի։ Մարտի 27-ից 28-ը ընդհանուր առմամբ մարզում արձանագրվել է քարաթափման 9, փլուզման 5, սողանքի եւ հեղեղման 2 դեպք։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք։ Սիրո մարդկային խորզգացումների լեգենդ է Հովհաննես Թումանյանի աղթամարը։ Այս գործնանման իրավանդությամբ եւ հուզական պատմությամբ, որն հարուստ է կենդանի խոսք ու զրույցով։ Բայց թատերական ստեղծագործական հնարքը կարող է եւ իրավիճակները պատկերավոր փոխանցել առանց բառերի, պլաստիկայի եւ դիմախաղի միջոցով։ Այս քայլին են գնացել Էտյուդ ստուդիայի 11-ից 17 տարեկան սաները։ Զվարթ ու աշխույժ հուզական ու ջերմությամբ լիքը մթնոլորտում բեմին կենթանացել էր հայկական ավանդական տոներից մեկը՝ Վարդավառը։ Նույն ջրոցու խանդավառություններ, որը գեղչկական միջավայրում անբաժան է վիճակ կամ ջան-գյուլում խաղերից։ 7 գույնի ծաղիկ, 7 աղբյուրից բերված չունեն հավաքում երիտասարդ աղջիկներն ու տղաները։ Վիճակ հանում, թե ում բախտը կբացվի այս տարի։ Բեմով էին անցնում թումանյանական հեքիաթների ու պատմվածքների պատկերները, նույն անմեղությամբ, սիրով ու պարզությամբ։ Իսկ այդ սիրո առանցքում աղթամար չափածո ստեղծագործություններ։ Նազանի բարերով, երգով ու խաղիկներով էտյուդցիները բեմից խոսում էին հանդիսականի հետ, առանց բառերի։ Երբ խոսքը երկրորդական է, ուշադրությունը սևեռվում է շարժումների վրա։ 11-ից 17 տարեկան սաների վարպետությունը հենց դրանում էր։ Նրանք պատմում էին ամենագեղեցիկ զգացմունքի՝ սիրո մասին։ Այն սիրո, որը կարող է լինել թե անկեղծ ու լուսավոր, թե տխուր, ծնվել հեռավորության մեջ, ձգվել ափից ափ։ Դերասանի համար նաև խոսք հանդիսանում է հենց դեմքի արտահայտությունը, մարմինը։ Եթե դերասանը տիրապետի եւ դեմքի արտահայտությանը եւ մարմինը, կարծում եմ խոսքերը նույնիսկ կարող են երբեմն ավելորդ լինել, ինչպես որ մեր ներկայացման մեջ։ Եթե համեմատենք այն ժամանակվա սերը եւ 21-րդ դարի սերը, միանշանակ կզգանք այն տարի անմեղությունը, այն տարի գեղեցիկ սենտիմենտը, այսինքն որը հիմա 21-րդ դարում շատ քիչ զույգերի մեջ է պահպանված։ Այն անմեղությունը, որը իսկապես բոլորի հուզական աշխարհի վրա ազդում է։ Հույզերը շատ են, բռնկում պահեր կամ ներսդ, երբ որ եռում է, ամենա լավ պահերը հենց այստեղ կարող ես ապրել, այս ներկայացման մեջ։ Բանաստեղծների երգած սերը միշտ չէ, որ իրական կյանքում նույնքան գեղեցիկ ու հարթ է։ Երբ այն հայտնվում է մի հասարակության մեջ, սիրո շուրջ սկսվում են ձևավորել կասկածներ, խոսակցություններ ու բամբասանքներ։ Հայտնվում են մարդիկ, որոնք սպասում են հենց այդպիսի պատմությունների, դրանք քայքայելու, կրքեր բորբոքելու ու երբեմն էլ դառնալու կործանված ճակատագրերի պատճառ։ Այս ներկայացման մեջ եւս ջահելների անմեղ ու անկեղծ սերը կանգնած է նույն փորձության առաջ։ Նույն աղթամարի դեպքերը հիմա էլ են շատ, իսկ հին ադատներով աղջիկը պիտի ամուսնանար իր գյուղի տեղու հետ ու օտար գյուղից չպիտի տղաներան սիրեր ու այդպես դրա համար էլ է ստիպված էի
սպանել նրանց, պես ասեմ, դե կողմ չեմ, որովհետև եթե սիրում ես, ուրեմն սերը պիտի ամեն ինչ հաղթի ու հասնես քո սիրած մարդուն։ Հենց մեր միտքը այն է, որ մեր դեռահասների միջոցով այս կոչը հասնի մեծահասակներին, որ պետք չէ իրենց ավանդական մտքերով մեզ ճնշել, որովհետև ինչքան էլ մենք նոր սերունդ լինենք, ամենայն դեպս մենք էլ կարող ենք մեզ չափերի մեջ պահել։ Այս բեմադրությունը Էտյուդ ստուդիայի նշանակալի հաջողություններից է, 8 ամիսների աշխատանքի արդյունք։ Ժողովրդական ավանդություն ու լեգենդ աղթամարը Էտյուդի ժանրում հրաշալի տեղավորվել էր պատանիների անկեղծ խաղիկների շնորհիվ։ Նպատակս եղել է, որպեսզի 23 երեխա բեմում բոլորն էլ Երևան իրենց ասելիքի ու անելիքի մեջ, որտեղ երկրորդ պլանով պատասխանատու է ծնողի առջև եւ իրենց տեսակը օգտագործվել է ոչ թե իրենց են խաղում, այլ մեկը մյուսին են խաղում կերպար մարմնավորելու համար։ Եվ աշխատանքների արդյունքում մենք ունենք կերպարներ լուրջ Ստանիսլավսկու հիմքի վրա։ Պատանի դերասանները առաջիկայում նոր բեմադրությամբ են ներկայանալու, այն կատակերգություն է լինելու արևմտահայերենով, ինչը ոչ միայն նորություն է ստուդիայի խաղացանկում, այլև հնարավորություն ծանոթանալու արևմտահայ լեզվամշակութային միջավայրին։ Ներկայացման պիեսի հեղինակը Նարա Սանթոյանն է։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։ Այս եթերաժամը ևս աղաբարտված է, հետևեք նորությունների մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք